Մայիսյան եռատոնը երրորդ տարին է օկուպացված Արցախի մեր հայրենակիցները նշում են Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանը, նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նախկինում Դադիվանքի, այսօր Եռաբլուրի Սուրբ Նահատակած եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Հովանեսը ծաղիկներ են խոնարել Արցախյան առաջին, երկրորդ ու երրորդ պատերազմներում զոհված հերոսների շիրիմներին։ Սամվել Շահրամանյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությանը, թե Արցախը մերը չի եղել։ Եթե մարդիկ համարում են, որ Արցախը իրենց չէր, երևի ինչ-որ ճշմարտություն դրա մեջ կա, որտեղ մենք էլ ենք համարում, որ այս պահվածքով, որ ցուցաբերում է գործող իշխանությունը, իհարկե Արցախը իրենցը չէր։ Եվ ես միայն այդպիսի հայտարարություններ չեմ լսում, տարբեր հայտարարություններ կան, որոնք շատ մեծ ցավով են ընդունում մեր կողմից, մեր ժողովրդի կողմից։ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայ ազգին եռատոնի կապակցությամբ։ Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորվել է ոչ միայն հայրենական մեծ պատերազմում հաղթանակով, այլև արցախյան գոյամարտի հաղթանակի խորհրդով։ Իր ուղերձում նշել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայոց հայրապետի խոսքով այսօր, երբ Արցախը բռնազավթված եւ հայաթափված է, անհրաժեշտ է շարունակել հետևողական լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը, անցյալի իրադարձություններից քաղելով ուժ եւ հաստատակամություն, ուժեղ եւ անվտանգ պետություն կերտելու համար։ Կաթողիկոսը նշել է, որ հաղթանակի եւ խաղաղության օրը պետք է հիշեցնի ժողովրդի միասնականության, քաջարի ոգու եւ զոհությունների մասին, ինչպես մեծ հայրենականում, այնպես էլ արցախյան հերոսամարտում։ Նաեւ պարտավորեցնում է այս ամենը հոգատարություն ցուցաբերել պատերազմի վետերանների, զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։ Ուղերձում Գարեգին II-ն աղոթք է բարձրացրել բոլոր զոհված հայրենիների հոգիների համար, ընդգծելով, որ նրանց հայրենասիրությունը շարունակում է ոգեշնչել սերունդներին, ապրելու եւ արարելու նույն նվիրումով։ Հայրենական պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի ավանդական զորահանդեսն է տեղի ունեցել Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Ռուսաստանի նախագահը Ուկրաինային աջակցող ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անվանել է նացիստական ստրատեգներ, որոնք Պուտինի բառերով պետանտորեն հաշվարկել են ամեն ինչ, բացի նրանից, ինչը կոչվում է ռուսական կամք եւ խորհրդային ժողովրդի ոգու ուժ։ Поздравляю вас с Днем Победы. С нашим Հաղթանակը միշտ մերն է եղել ու միշտ մերը կլինի, հայտարարել է Դաշնության ղեկավարը։ Հաղթանակի տոնը հիշատակի օր է, հետ մենք հիշում ենք մեր Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հիմքեր չի տեսնում, թե հայկական, թե ռուսական կողմերը շարունակում են պահպանել աշխատանքային բնական կապեր, նշել է փոխարտգործնախարարը։ Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Ես չէի անվանի դա ճգնաժամ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ եւ մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը։ Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցչին վերջերս դեսպանատուն կանչելուն։ Նրա խոսքով այդ ամենի հիմքը Երևանում վերջերս անցկացված գագաթնաժողովն ու դրան հաջորդած գործընթացներն են։ Նրա խոսքով հայկական կողմը անհրաժեշտության դեպքում կարձագանքի դեսպանին փոխածված հայտագրին։ Վերջերս հանդիպում ենք ունեցել, գիտեք։ Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը 3 փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել, հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով իրատեսական չէ աշխատանքները մեկնարկել մոտակա օրերին, բայց կողմերը քննարկել են կարևոր նշանակության հարցեր։ Վերջին հանդիպման ժամանակ մենք հանձնաժողովներով համաձայնեցրեցինք թվով 3 փաստաթղթի նախագիծ, իրանք իհարկե տեխնիկական բնույթի են, բայց շատ կարևոր նշանակություն ունեն, որովհետև այդ փաստաթղթերի համաձայն հետագա աշխատանքները շատ ավելի ինստիտուցիոնալ եւ կանոնակարգված կլինեն։ Ըստ այդմ
այդ փաստաթղթերը շատ շուտով մեր պետական ընթացակարգերով պիտի հաստատման գործընթաց անցնեն Հայաստանում եւ Ադրբեջանում, այդ փաստաթղթերը հաստատելուց եւ օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկրներում մենք շարունակենք գործընթացը։ Ասենք 2 ամիս առաջ արդեն աղազանգը կար։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Վեդիում արձանագրված դեպքին, նշելով, որ այն բացահայտվել է օպերատիվ տվյալների հիման վրա։ Ըստ նրա, նախարարությունը չի միջամտում նախաքննության ընթացքին։ Նույն օրը տվյալը իրացվել է, հետո Վեդի բաժին իրականացրել է ձերբակալում եւ ձերբակալվածին հանձնել են քննչական մարմին։ Ու դուք եթե համադրեք իմ ասածը ձեր հարցադրման հետ կնկատեք, որ դուք ներկայացրեցիք իրականությանը չհամապատասխանող փաստեր։ Ստացվում է այսինքն մանկաբարձ։ Նախարարը հավելել է, որ հարցաքննությունների եւ ցուցմունքների մանրամասները գտնվում են նախաքննական մարմնի տիրույթում եւ կհրապարակվեն անհրաժեշտ պահին։ Արդեն մի քանի օր է ինչ ասարսուր դեպքը պատտվում է ողջ հանրապետությունում։ Վեդի քաղաքի 2 բնակիչներ պարբերաբար բռնության էին ենթարկել 2 անչափահաս քույրերի։ Օրերս ոստիկանությունը ձերբակալել էր 2-ին, իսկ 3 պարզվել էր, որ 3-րդ անձել կա, որին եւս ձերբակալել են։ MV Hondius զբոսանավում, որն ապրիլի սկզբից Արգենտինայից ուղևորվել է Ատլանտյան օվկիանոս, հանտավիրուսի բռնկման հետևանքով արդեն 3 մարդ է մահացել։ Կապո Վերդեի ափերի մոտ խարիսխ գցած նավում գտնվող շուրջ 150 ուղևորներից եւս մի քանիսն ուներ սուր ախտանշաններ, իսկ վարակվածներից մեկը ծայրեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասկածում է, որ վիրուսը սերտ շփման միջոցով փոխանցվել է մարդուց մարդու, ինչը բավական հազվադեպ երևույթ է այս հիվանդության պարագայում։ Մասնագետների նախնական վարկածով վարակի աղբյուրը հարավամերիկյան անդյան շտամն է, որը զբոսաշրջիկները կարող էին ձեռք բերել ցամաքային կանգառների ժամանակ։ Թեև նավի օպերատորը հայտարարել է լիարժեք ախտահանման մասին, սակայն Իսպանիայի իշխանությունները դեռևս վերապահումով են մոտենում նավն իրենց նավահանգիստներում ընդունելու հարցին։ Վարակի տարածման աշխարհագրությունն արդեն ընդգրկում է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եվրոպան եւ Սուրբ Հեղինե կղզին, իսկ կոնտակտավորները հսկվում են Միացյալ Նահանգներում եւ Սինգապուրում։ Անորոշությունը ստիպում է միջազգային փորձագետներին խստացնել կարանտինային միջոցառումները, մինչև վերջնականապես պարզվի վարակման շղթան եւ հիվանդության տարածման իրական ծավալը։ Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքում այսօր պայթյուններ են որոտացել բալիստիկ հրթիռների եւ անօդաչու սարքերի համակցված հարձակման հետևանքով։ Հորմուզի նեղուցում իրանական զինուժի եւ ամերիկյան ռազմական նավերի միջև եղել են զինված անկանոն բախումներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Օմանի ծոցում իրանական 3 լցանավ շարքից հանելու մասին, սահմանված շրջափակումը խախտելու հիմնավորմամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է հրադադարի դրույթները խախտելու համար, սակայն դեռևս քննարկում է ամերիկյան կողմի վերջին առաջարկները։ Արևմտյան վերլուծաբանները կասկածի տակ են դնում Սպիտակտան ռազմավարությունը, քանի որ ռազմական ճնշումն այդպես էլ չի թույլատրել Իրանի պաշտպանական ներուժը։ Հակամարտության այս սրացումը եւ ելքի հստակ ծրագրի բացակայությունը վկայում են, որ կողմերից ոչ մեկ դեռևս չի հասել իր սկզբնական քաղաքական նպատակներին։ Մարկո Ռուբիոն Հռոմում եվրոպացի դաշնակիցներից պահանջել է անցնել կտրուկ գործողությունների Հորմուզի նեղուցում Իրանի ազդեցությունը սահմանափակելու նպատակով։ Թրամփի վարչակազմը ներկայիս իրավիճակը որակում է ոչ թե պատերազմ, այլ զինադադարի ու պարտադրված բանակցությունների միջանկյալ ու անորոշ փուլ։ Փեզեշքյանը հրապարակավ մերժել է արևմտյան գաղութատիրությունը, միաժամանակ դեռևս քննարկելով Սպիտակտան ներկայացրած խաղաղության վերջին առաջարկը։ Հորմուզի նեղուցի մոտակայքում վերսկսված ռազմական բախումները կրկին բարձրացրել են նավթի համաշխարհային գները եւ անգել ձեռք բերված փխրուն հրադադարը։ Վաշինգտոնի հակամարտությունն ավարտված հայտարարելու փորձերը կասկածելի են թվում, քանի որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման սպառնալիքը մնում է օրակարգային։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի ֆոնին, կողմերին կոչ անելով թույլատնել լարվածությունը եւ ապահովել նավագնացության անվտանգությունը։ Մտահոգության առիթ է դարձել Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավթատարի վրա հարձակումը, որի անձնակազմի մեջ չինացիներ կան։ Պեկինը շեշտել է, որ նեղուցով նավերի անխափան անցման շուտապույտ վերականգնումը բխում է միջազգային ամբողջ հանրության շահերից։ Մոսկվայի հաղթանակի օրվա տոնակատարություններից առաջ Կիևում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին տարհանելու Ռուսաստանի կոչին է հակադարձել Եվրահանձնաժողովը։ Եվրամիությունը շեշտել է, որ կպահպանի իր ներկայությունը Ուկրաինայի մայրաքաղաքում, չնայած պատասխան հարվածների սպառնալիքներին։ Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ Մոսկվան փորձում է պատերազմի մեղքը բարթել Ուկրաինայի վրա։ Ռուսական կողմը զգուշացրել է, որ տոնակատարությունների ժամանակ ցանկացած հարձակում կհանգեցնի հրթիռային զանգվածային հարվածի։